Ուսանողների միջազգային օրն է եւ ավանդույթի համաձայն Երևանի պետական համալսարանի այն ուսանողները, ովքեր կրթաթոշակ են ստացել Բիբլոս-Բանկ Արմենիայից, հանդիպում են բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանի հետ։ Ընդ որում հանդիպմանը ներկա են ոչ միայն այս, այլև անցած տարվա կրթաթոշակառուները։ Պետհամալսարանի ուսանողների կրթության մեջ ներդրումը մեր ամենահաջողված նախաձեռնություններից է, գլխավոր գործադիր տնօրենն է գնահատում։ Մեզ համար կրթական ծրագրերին աջակցելը եւ մասնակից լինելը չափազանց կարևոր է։ Ես տեսնում եմ, որ տարին տարվա վրա ուսանողները ավելի հետաքրքրված են դրանով։ Մենք մեր հիմնական նպատակին հասնում ենք, որը կրթության նկատմամբ հետաքրքրության խթանումն է։ Ուսանողները կիսվում են կրթության հետ կապված իրենց ապագա պլաններով, որոնց իրագործմանը նպաստում է նաև Բիբլոս-Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակը։ Մթնոլորտն անկաշկանդ է, հետաքրքրվում են նաև բանկային ոլորտում կարիերա սկսելու հնարավորություններից։ Ամենակարևոր ռեսուրսն է, որ մենք ունենք մեր ուսանողների եւ նրանց վրա կատարվող ներդրումները հսկայածավալ հետ վերադարձ են լինելու երկրին։ Բանկի եւ ԲՈՒՀ-ի միջև կրթաթոշակային այս ծրագիրը մեկնարկել է 2023 թվականից եւ ծրագրի մեկնարկից ի վեր անվանական կրթաթոշակ եւ ուսման վարձի փոխհատուցում է ստացել Երևանի պետական համալսարանի շուրջ 25 ուսանող։ Հաջորդող տարիների ընթացքում եւս Բիբլոս-Բանկ Արմենիան կրթաթոշակներ կտրամադրի ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին։ Բիբլոս-Բանկ Արմենիայի հետ ֆակուլտետի համագործակցությունը էպիզոդիկ չի, այն ռազմավարական է, երկարաժամկետ է ու ուզում եմ նաև հույս հայտնել, որ երկուստեք ջանքերի շնորհիվ այն այլ դրսևորումներ է ստանալու։ Կրթությունը Բիբլոս-Բանկ Արմենիայի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առանցքային ուղղությունն է։ Բանկը ոչ միայն տրամադրում է կրթաթոշակներ, այլև ֆինանսավորում է տարբեր կրթական նախագծեր, հովանավորում, կարևոր գրքերի հայերեն թարգմանությունն ու հրատարակումը։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։